Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողը շարունակում է իր հիստերիկ վարքագիծը, հատկապես գործող իշխանության աղանդավոր ղեկավարին ուղղակիորեն հիստերիայի է հասցրել այն հանգամանքը, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցուց ընդամենը այս երկու օրվա մեջ իր ուրեմն հպարտ կոչերից հետո հակաեկեղեցական միացել ընդամենը մոտ 2 տասնյակ դավաճան քահանաներ։ Քիչ առաջ աչքովս ընկավ որոշ քայլիցների, այդ թվում նաև այն մեծ գլխով հազիվ 7-8 տարվա մեջ ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը ավարտած Վահագն Ալեքսանյանի հպարտկեցվածքը, որ 20 քահանա է միացել Նիկոլ Փաշինյանի կոչին։ Իսկ հիմա, որպիսի սարը ցնցուղ պահեմ Վահագնի եւ Վահագնանման մանիպուլյանտ տգետների գլխին, ընդամենը ստատիստիկ տվյալներ հրապարակեմ։ Հարգելի հայրենակիցներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցում ծառայում է 489 քահանա, որոնցից 250-ը իրենց ծառայությունը ուրեմն մատուցում են հայաստանյան եկեղեցիներում, իսկ 239 Սփյուռքի եկեղեցիներում։ Եվ հիմա առաջարկում եմ համեմատություն անել։ Արդյոք Նիկոլան Հողը եւ նրա ոհմակի անդամները իրավունք ունեն հպարտանալու, որ ինչ որ 20 քահանա միացել է Նիկոլան Հողի եւ 10 տիրադավների ուրեմն խազագրի մեջ պարունակվող ուրեմն կոչերին։ Բացի այդ, հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի 54 եպիսկոպոս եւ arczepiskopos, որոնցից ընդամենը դավաճան 10-ն են միացել Նիկոլ Անհողին։ Երկու բառով անդրադառնամ նաեւ Մասյացոցն թեմի Արմանին, ում այսօր կաթողիկոսը զրկեց թեմի առաջնորդի պաշտոնից։ Նիկոլան Հողը լկտիաբար շատ արագ արձագանքեց Գարեգին II կաթողիկոսին եւ ալամ աշխարհին, ինչպես ասում են, հայտարարեց, որ իրենց համար կաթողիկոսը կաթողիկոս չէ եւ այդ Արմանը շարունակում է լինել ուրեմն թեմի առաջնորդ։ Սա եւս մեկ ապացույց է, որ Նիկոլ Անհողը արհամարած ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որի համաձայն ուրեմն եկեղեցին անջատ է պետությունից, գումարած դրան էլ հանցագործություն է գործում քրեական օրենսգրքի ուրեմն 209-րդ հոդվածի համաձայն նա խոչընդոտում է ուրեմն կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը։ Սա եւս իգիտություն մեր հասարակությանը, իսկ ինչ վերաբերում է 20 տիրադավիկներին, ոչ թե սրանք տիրադավ են, այլ տիրադավիկ են, ապա նշեմ, որ այս 20 տիրադավիկները ընդամենը 6 ամիս առաջ մասնակցել են քահանայած մեծ ժողովին եւ ծպտուն չեն հանել, որ իրենք դժգոհ են հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներսում գոյություն ունեցող խնդիրներից։ Ընդհակառակը ստորագրել են մի փաստաթղթ, որը խիստ քննադատում է Նիկոլան Հողին եւ նրա վարած քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Այնպես որ վերջին անգամ նշեմ, հարգելի հայրենակիցներ, հայ առաքելական եկեղեցին ունի 489 քահանա, որից ընդամենը այս պայտրությամբ 20-ն են միացել Նիկոլան Հողին, որով էլ հպարտանում են դավաճանավոհմակի ներկայացուցիչները։ Վահագն Ալեքսանյանին էլ ասում եմ աչքդ լուս, այդ 20-ով գնա ու հպարտացի, թող են 469 լինեն ուրեմն ձեր վերահսկողությունից դուրս։ Գումարած դրան, հարգելի հայրենակիցներ, եթե ուշադրություն եք դարձրել, հարյուրավոր քահանաներ իրենց բացահայտ աջակցությունն են հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ Վեհափարին, որի մասին կապիտուլյանտ ոչնչությունը եւ նրա թայֆան ծպտուն չեն անում։ Իդեպ ամոթ նաեւ հմեկ կոչվող հանրային հեռուստատեսությանը, որը մանրակրկիտ լուսաբանում է այդ 20 տիրադավիկներին, բայց ոչ մի ձևաչափով չի անդրադառնում այն քահանաների կոչերին, որոնք աջակցում են Մայրաթորին եւ Վեհափարին։